Այն, որ Սողոմոն Թեհլերյանը Թալիաթ Փաշային սպանել է, գիտեն գրեթե բոլոր հայերը, բայց դրանից առաջ նա մի կարևոր սխրանք է գործել, որի մասին քչերն են խոսում։ Մինչ Թալիաթի մահը Նեմեսիսի որոշման համաձայն Սողոմոնը պետք է սպաներ հայ ազգի դավաճան Հարություն Մկրտչյանին։ Քիշունը միանգամից չի մեռնում, այլ նրան տեղափոխում են հիվանդանոց եւ այնտեղ է նա մեռնում։ Սա էր պատճառը, որ Սողոմոնը Թալիաթին սպանելուց հետո վերադառնում է նորից սպանության վայր, համոզվելու, որ վերջինս մեռել է։ Իսկ ով էր Հարություն Մկրտչյան անունը կրող տականքը։ Նա մեկն էր, ով ցուցակագրել էր հայ մտավորականների անունները եւ շուրջ 250 անուն թուրք ոստիկանապետի միջոցով փոխանցել Թալիաթ Փաշային։ Այդ ցանկից կենդանի մնացին հազիվ 10։ Հայ դավաճանները, եթե անգամ չեն ոչնչացվում հայի ձեռքով, ոչնչացվում են իրենց տերերի ձեռքով։ Դավաճանությունը չունի ազգություն, պատիվ, խիղճ։